Բարեկոս սիրելի հեռուստադիտողներ, առաջին Ալիք Ամերիկան կրկին ներկայացնում է մեր հերթական հարցազրույցը։ Մենք այսօր զրուցելու ենք հասարակական գործիչ Հակոբ Մելքոնյանի հետ։ Բարեկո պարոն Մելքոնյան, շնորհակալություն մեր հավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ խնդրեմ կարճ ներկայացրեք ձեր կենսագրությունը, դուք որտեղից եք եկել եւ ինչ քաղաքական հայացքներ ունեք։ Okay։ Ես ծնվել եմ 1961 թվականին Սիրիայում, 4 տարեկան հասակում տեղափոխվել ենք Հայաստան, իմ ծնողները տեղափոխվել են Հայաստան, դպրոց ավարտել եմ Հայաստանում, ծառայել եմ Սովետական բանակում, այնուհետ Հայաստանից տեղափոխվել եմ Բելարուսիա, 31 տարի ապրելով Բելարուսիայում, այնուհետ տեղափոխվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 14 տարի, 15 տարի արդեն այստեղ եմ ապրում։ Իսկ քաղաքական հայացքներ իհարկե դուք հանրապետական կուսակցության անդամ եք։ Այո։ Ինչու հանրապետական։ Ինչու հանրապետական, որովհետև հանրապետական ավելի մոտ է իմ հայացքներին։ Պահպանողական։ Ինչու, որովհետև որպես քրիստոնյա ես ընդունում եմ պարոն Թրամփի այդ հայտարարությունները, որը ասում է գենդերային այդ տարբերությունների մասին, որ կա երկու միայն սեռ։ Դա ինձ դուր է գալիս, որպես քրիստոնյա ես համաձայն եմ դրա հետ, թեպետ հարցեր ունեմ ես պարոն Թրամփի։ Իսկ Թրամփի քաղաքականությունը կապված Ուկրաինայի հետ ընդունում եք, թե ոչ, այ։ Ոչ, իհարկե ոչ։ Ոչ։ Այո, ոչ։ Դուք հանրապետական եք, բայց չեք ընդունում։ Այո, ես հանրապետական եմ, բայց չեմ ընդունում, որովհետև Թրամփը երկար ժամանակ խոսեց քրիստոնեության մասին, պարոն Թրամփին ձեռնադրեցին, աղոթեցին իրեն համար եկեղեցին, շատ մեծ թվականագով հովիվներ աշխատեցին իրեն հետ, բայց ես հիշեցնեմ պարոն Թրամփին, որ ավետարանից մի հատված ասեմ, որ բարի սամարացու առագը, որ ավազակները հոշոտել էին, ծեծել էին մեկին, գողանալով իրենց ամեն ինչ, երկու վանականներ կողքով անցան, բայց սամարացին եկավ, վերցրեց, բուժեց իրեն, օգնեց իրեն, եւ դա ասում են նրա մասին, որ այսօր Ուկրաինան այդ ծեծված ավազակներից ծեծված պերսոններ, որ պետք է պարոն Թրամփը վերցներ, օգներ, բուժեր, ֆինանսավորեր, որովհետև այդ ավազակը, որ կոչվում է Ռուսաստանի իշխանությունը, որի անունն է Պուտին, դա հենց այդ ավազակն էր, որ հարձակվեց Ուկրաինայի վրա եւ պարոն Թրամփը պետք է օգներ պարոն Զելենսկուն։ Հետ խորհրդային երկրներում, եթե որևէ կուսակցական, իրակուսակցական ղեկավարի հետ համաձայն չի, նրան հանում են այդ կուսակցությունից։ Ստեղ ուրիշ մշակույթ է։ Դե գիտեք, Ամերիկան կարելի ասել առաջի դեմոկրատական երկիրն է, որը գերակայում է օրենքը։ Իսկ օրենքը, Ամերիկայի օրենքը ասում է impeachment-ի մասին։ Եթե impeachment լինի, այո, կանեն։ Դուք մեր նման հետևել եք Սպիտակ տանը Զելենսկի Թրամփ հանդիպմանը։ Ոնց է ձեր տպավորությունը։ Պարոն Թրամփը տալով Ուկրաինային 100 միլիարդ դոլար ինքը ուզում է վերցնել Զելենսկուց 500 միլիարդ։ Այդ հանածոները։ Այո, թանկարժեք այո, ես չեմ հասկանում։ Եթե Զելենսկուն սկզբից ասեր, որ 100 միլիարդը որ տալիս ենք, որ հետո հետ պետք է տակ, դա ուրիշ հարց է։ Հասկանում եք, իսկ այսօր քանի որ Զելենսկին վատ վիճակում է գտնվում, ու Իրանից այս պարագայում պահանջել 500 միլիարդ, դա մի քիչ ազնիվ չէ։ Ազնիվ չի։ Իսկ հասկանում եք ինքը ինչ մեխանիզմ է գծում աշխարհում։ Նայեք, շարունակենք այս հանածոների մասին, այդ հանածոները գտնվում են այսօր Ռուսաստանի իշխանության տակ, բայց ես չեմ հասկանում, թե ինչու է Զելենսկուի այդ պայմանագիրը կնքում։ Առաջին։ Ռուսաստանն էլ ասես պատրաստենք մենք կնքենք։ Դե դրա համար Թրամփը, պարոն Թրամփը ինչ անում։ Զելենսկուի հետ հենց այդ նույն մեդաղների մասին
պայմանագիր է ուզում կնքել։ Եվ Պուտին ասաց, որ ես ձեզ կդամ, որ Թրամփը անցնի Պուտինի կողմ։ Ինչու, որովհետև երբ որ հարցնում են Զելենսկու մասին, ինքը Զելենսկուն անվանում է դիկտատոր։ Հետո ասես չեմ հիշում, դες։ Այո, հետո ասես չեմ հիշում, չգիտեմ ինչու։ Թե պարոն Թրամփի հիշողությունը խնդիր ունի, թե քաղաքական ինչ-որ քայլ էր, խորամակ։ Իսկ երբ որ հարցնում են Պուտինի մասին, որպես դիկտատոր, ասում է խելացի մարդ։ Այո, ասում է խելացի եւ խորամակ։ Լոգիկան չեն տեսնում։ Իսկ տեսնում եք լոգիկան ինքը ինչ է ուզում կառուցի աշխարհում։ Գիտեք ինչ, քանի որ ինքը հավանություն է տալիս Պուտինի քայլերին, ես տեսնում եմ լոգիկայով, որ ինքն էլ Պուտինի նման ուզում է Կանադան վերցնի, Գրենլանդիան վերցնի, Պանաման վերցնի, Մեքսիկայի հետ խնդիրներ ունի, կարծես թե Պուտինի գործն է շարունակում։ Դե դա նշանակում է, պարոն Մելքոյան, որ ժողովրդավարություն, պետությունների ինքնիշխանություն, իրավունք միջազգային, դրեք մի կողմ, ով որ ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Հենց դրա մասին է խոսում, երբ որ ասում ես Կանադան եմ ուզում 51-րդ նահանգը, հենց դա է ասում, ով ուժեղ է, այսինքն ուժեղը մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է այդ գիծը, թե ոչ։ Ոչ բոլորը։ Ոչ բոլորը։ Մենք գիտենք, որ բավականին մեծ ցույցեր եղան եւ որոշ սենատորներ բաց տեքստով իրեն ինչպես ասեմ, իրեն սխալները իրեն ասեցին, որ այսպես չի կարելի։ Հիմա ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, դա արդեն երևա իր ասածն ու իր արածը։ Տեսնենք ինչ կլինի։ Մի բան գիտեմ ես, որ աշխարհը արդեն գնում է ուրիշ ուղղությամբ, որովհետև պարոն Թրամփը իր կարծիքը հայտնեց նաև Միացյալ Ազգերի կազմակերպության գրասենյակի հետ, որ գրեթե ասեց, որ մենք դուրս ենք գալիս այնտեղից։ Էլ չեմ ասում, որ Եվրոպայից ենք դուրս գալիս։ Ոնց է գնամ Եվրոպայի հետ հարաբերությունները։ Թվում էր, որ կա Եվրատլանտյան միավորում, արժեքային համակարգ, աշխարհի կենտրոն, դուք եւ Եվրոպան իրար հետ, Միացյալ Նահանգները, եւ հիմա պարզվեց Եվրոպան բալաստ է, պետք չի։ Այո, ես կարծում եի ու այսպես էր առաջ, որ քաղաքական երկրները իրար հետ լավ հարաբերություն ունենալով կարգ կանոն հաստատեն ամբողջ աշխարհում։ Այսպես էր, բայց հիմա ես տեսնում եմ, որ նորից կրկնում եմ, որ ուժեղի մոտ թույլն է մեղավոր, այդ բանաձևով։ Դա կարգ ու կանոն չի։ Ոչ։ Եթե այսօր մեր Հայաստան երկիրը ֆիզիկապես թույլ է, զենք չունենք, երկիրը շատ ֆինանսական խնդիրներ ունի, իսկ մեր հարևան երկրները, որ նեֆտ ունեն եւ կարող են մեծ քանակությամբ զենքեր առնել, որ դուրս չգա, որ ինքը եթե ուժեղ է, ուրեմն ճիշտ է։ Մեր հագարագործի մասին եմ խոսում։ Այդ դեպքում ինչու ամերիկացիները ընտրեցին Թրամփին։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Նախ Թրամփը դուք ում եք ընտրել։ Պատկերացրեք, ես ոչ մեկին չընտրեցի, որովհետև ինչու ես Թրամփին չընտրեցի, թեպետ ես հանրապետական եմ։ Դեմոկրատներին պարզան չեք ընտրել։ Այո, հասկանալի է դա։ Որովհետև անցած պատերազմին 44-օրյա պատերազմին պարոն Թրամփին մենք հարց տվեցինք Հայաստանի մասին, թե ինչպես պիտի լինի Հայաստանի վիճակը, իմանալով, որ Հայաստանի վրա հարձակվեց ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիայի օգնությամբ, Պակիստանի օգնությամբ, Իսրայելի եւ Ռուսաստանի օգնությամբ 44 օր հայ ժողովուրդը, հայ զինվորը, հայ ընտանիքը դիմադրեց այդ մի քանի պետությունների հարձակմանը։ Դրա համար Եվ ինչ ասեց Թրամփը։ Թրամփը ասեց, որ մենք ուշով հետևում ենք։ Այդ ուշով հետևելուց 44 օր հետևեց եւ մենք տվեցինք մոտ 3800 զոհ։ Ես դա չեմ ընդունում։ Ինչ է նշանակում ուշով հետևում ենք։ Իմ հայ ժողովուրդը կոդորվում այնտեղ, բայց համար առաջի պետություն աշխարհում ուշով հետևում էր, թե ինչպես է իմ ազգը կոդորվում։ Մենք ունեցանք 15 թվականին ցեղասպանություն։ Աշխարհը լռեց։ Բայց դուրս եկավ բանից 100 տարի հետո մենք եւս մի ցեղասպանություն ունեցանք։ Արցախ կորցրեցինք։
էլի աշխարհը ուշով հետևում էր եւ ոչ մի բան չարեց։ Իսկ դուք կարծում եք այդտեղ հարցը Տրամփի մեջ է, թե ընդհանրապես աշխարհի եւ Ամերիկայի մեջ է։ Ուրիշ նախագահ ուրիշ ձև կլիներ։ Այո, որովհետեւ Տրամփը իր ասածը չի համընկնում իր գործերին։ Եթե հիշում եք, Տրամփը ասեց, որ ես կօգնեմ քրիստոնյա պետություններին։ Ալիևի կռվի ժամանակ համախմբվեց իրեն Ալլահի անունից Թուրքիան, Պակիստանը լավ օգնեցին, բայց մենք Քրիստոսի անունից եւ քանի որ Տրամփը Քրիստոսին ինչպես պետք էր, այդպես էլ ասեց, որ Քրիստոսը թագավորների թագավորն էր, բայց ոչ մի բան չարեց։ Ու կանի այդ խոսքերից հետո, որ ինքը ասել է, որ ես կօգնեմ քրիստոնյա երկրներին։ Տեսնեք։ Իմի չարեց, հիմա էլ ասել։ Այո։ Ես վերջում էլ ասեց։ Դրա վրա պետք է լուրջ խաղալ, այսպես ասած։ Գիտեք ինչ, լուրջ խաղալը դա քաղաքականությունը դու գիտեք, որ ազնիվ խաղ չէ։ Տրամփը այդ խոսքերով քրիստոնյա բառը օգտագործելով ինքը իրեն կողմ ընդրեց որոշ խավերին, ովքեր որ քրիստոնեության մեջ խորացած հետևում են Աստծո խոսքին եւ ինչպես ասեմ, օգտագործեց դա ձայներ հավաքելու համար։ Հիմա տեսնեք, թե ինչքանով ինքը այդ խոսքերը կվերացնի գործերի։ Ես գիտեմ, որ դուք նաև շատ ուշադիր հետևում եք Հայաստանի իրադարձություններին։ Գիտեք, որ մեր մոտ կա երկու այսպես մոտեցում, որ այս իշխանությունները կործանել են երկիրը, տվել են Արցախը եւ այլն, եւ կա հակառակը, եւ պետք է ազգային ուժերը գան, փրկեն Հայաստանը, եւ կա հակառակը, որ իրատես պետք է լինենք, հարևանների հետ պետք է բարիշենք, մի խոսքով հնարավորինս պրագմատիկ լինենք։ Գիտեք, շատ հեշտ է ասել, որ այսօրվա իշխանությունը տվեց Ղարաբաղը կորցրեց այսքան զոհեր տվեց եւ այլ դա հեշտ է ասել, բայց մտածել է պետք, որ 30 տարվա ընթացքում նախքան այս իշխանությանը գալը 30 տարի մենք դադարք վատնեցինք մեր ժամանակը, բայց 30 տարի ասում են Ղարաբաղը պահում էինք։ Ոչ թե պահում էին, այլ Ալիևը ժամանակ էր ձգում, որ ուժեղանար 18 միլիարդի զենք առավ 30 տարվա ընթացքում։ Նա ժամանակ էր շահում։ Ոչ թե մենք ուժեղ ենք դրա համար։ Հասկանում եք, այդ տարբերությունը մենք պետք է հասկանանք։ Ոչ թե մենք ուժեղ ենք, այլ Ալիևի ուժեղանալու համար իրեն տարիներ էր պետք, որ հզորացներ իրեն բանակը։ Ինչի մենք զուգահեռ նույնը չարեցինք։ Որովհետև մենք ասելով ես նկատում եմ անցած իշխանությունները եւ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները իրենք գրբաները լցրեցին։ Դե այնպես չէ որ Ալիևի գրբանը չէր լցնում։ Գիտեք ինչ, երբ որ դուք ունեք 40 միլիարդ, բայց 18 միլիարդի զենք եք առնում, մնացածը լցնում եք ձեր գրբանը, ու այդ 18 միլիարդը հերիք է որ Հայաստանի վրա հարձակվեն եւ ջախջախեն Հայաստանը, ինքը լցրեց իր գրբանը։ Բայց մենք ավելորդ փող չունենք եւ գրբանը լցնեինք եւ զենք առնեինք։ Իրենք բոլորը լցրեցին իրենց գրբանը, քանի որ Հայաստանը 2.5 միլիոն, 3 միլիոն էր, բայց Ադրբեջանը 7 միլիոն։ Մենք մեր հանածոները տվեցինք Ռուսաստանին այդ լրիվ հարստությունը, որ պետք է մտներ հայ ժողովրդի գրբանը, մտնում է ուրիշ երկրի պետական իշխանությունների գրբանը։ Մենք չենք կարող համ գրբաներս լցնեինք, համ էլ զենք առնենք։ Դա էր, եթե հիշեցնեմ ձեզ, որ պարոն Քոչարյանը զենք առավ 500 միլիոնի 10 տարվա ընթացքում, իսկ Սերժ Սարգսյանը 700 միլիոնի, այսինքն երկուսը իրար հետ առել են 1 միլիարդ 200 միլիոնի զենք, իսկ պարոն Ալիևը 18 միլիարդ է։ Իսկ եթե ավելի խորանանք դրա մասին, մենակ մեկ հոգի Սերժ Սարգսյանի թիմից այստեղ տուն առավ 63 միլիոնի, 63 միլիոնի մի դղյակ առավ, մի հոգին։ Էլ չեմ ասում այդ մի հոգին Իսպանիայում ինչ ուներ, օֆշորներում ինչ ուներ։ Հասկանում եք, դա մի հոգին, եւ քանի հոգի ուներ այդպիսի դղյակներ առան տարբեր աշխարհի տարբեր մասերով։ Ու դուք ասում եք, որ մենք կարող ենք զենք առնենք, ոչ մեկը չէր մտածում Հայաստանում։ Իրանք դրեցին հաղթողի տեղ
Եվ այդ իլյուզիայով իրանք 30 տարի այդպես վատնեցին ժամանակը, իսկ Ալիևը այդ ընթացքում ուժեղացավ։ Դե մենք մտածում ենք, որ Ռուսաստանը մեզ կօգնի ու չի թողի պատերազմ։ Գիտեք, քաղաքականությունը այսպես է։ Եթե այսօր շահերը համագնում են, շատ լավ է, բայց վաղը կարող է շահերը չհամագնեն։ Այդպես էլ եղավ։ Ռուսաստանը մեզ խաբեց 100 տարի առաջ, Ռուսաստանը հիմա մեզ խաբում է նույն ձևով։ Հիմա էլ է խաբում։ Իհարկե։ Հիմա մեր մոտ կա այսպիսի դիլեմա։ Եվրամիությունն արևմուտք են գնում, մի մասն ասում է դա կործանում է, մենք պետք է գնանք Ռուսաստան։ Միակն է, որ կարա մեզ օգնի։ Տրամպը չօգնեց, բայց Պուտինը կարա օգնի։ Այո, կարա, բայց չօգնեց։ Կարան ուրիշ է, բայց այսինքն թեորիան մենք գործնականից բան անենք, զատենք։ Այո, կարար, բայց չարեց։ Հիմա եթե նայենք ապագային, որ ճանապարհը պետք է ընտրել։ Իհարկե քաղաքակիրթ։ Իհարկե, նայեք, հայկական մի ասացված կա։ Ասեք ով է ձեր ընկերը, ասեմ դուք ով եք։ Իսկ մեր ընկերը անցյալում սաղ աշխարհը այսօր իրեն ասում է ավազակ, ֆաշիստ, ես ինքնին եմ պարոն Պուտինին։ Տրամպը չի ասում։ Տրամպը չի ասում, դրանք իրենք սպասենք թե ինչ քայլեր կանի Հայաստանի նկատմամբ։ Հենց կոնկրետ Հայաստանի նկատմամբ ու այդ քրիստոնյա բառերը օգտագործելով, որ կօգնի քրիստոնյա երկրներին։ Տեսնենք։ Բայց մենք կարող ենք Ռուսաստանից կտրվել։ Կտրվել ինչ է նշանակում կտրվել։ Քաղաքական ազդեցությունից։ Այո, ինչպես ասում են ձվերը մեկ զամբյուղում չի կարելի դնել։ Առաջին, երկրորդը չի նշանակում, որ մենք եթե թեքվում ենք դեպի քաղաքակիրթ երկրներ, Ռուսաստանը մեր թշնամին է, ոչ։ Մենք կարող ենք առևտուր անել, թեպետ եւ մեր թշնամի լինի, վաղը եթե մենք մեր հարաբերությունները լավանան բոլոր հարևանների հետ, իհարկե մենք մինչև հիմա մենք առևտուր ենք անում Թուրքիայի հետ, որ ցեղասպանություն արեց, երևի վաղը Ադրբեջանի հետ մենք առևտուր անենք, թեպետ անցյալը կա ինչ որ կա։ Դուք հավատում եք դրան, որ այդպիսի գիտեք ինչ տարածաշրջան կարող լինի։ Քաղաքականությունը այնպեսի բան է, որ այստեղ չէ կարող կոնկրետ ասել ինչպես պիտի լինի։ Բայց ես կուզենայի, որ մի պահ գար, որ կարողանա մեր Ղարաբաղցի եղբայրները վերադառնան իրենց երկիր, իրենց հող եւ հadoop ստատուս ստանային, լավ կլներ, որ մենք չկորցնենք մեր ինքնությունը Ղարաբաղում։ Դուք Սիրիայից եք եկել։ Այո։ Վստահաբար ձեր պապերը փախել են ցեղասպանությունից։ Դուք հավատում եք, որ մենք Թուրքիայի հետ կարող ենք նորմալ հարաբերություն ունենալ, որովհետև մեր Թուրքի զգալի կամ մի մասը լրիվ այլ տեսակետ ունի այդ մասին։ Գիտեք ինչ, արեք այսպես ասեմ։ Եթե հիմա ես վերլուծեմ ոնց որ աշխարհն այսօր առաջ գնում, ես մի պատասխան կունենամ։ Իսկ եթե վերլուծեմ որպես քրիստոնյա, դա ընդհանրապես ուրիշ պատասխան կլինի։ Որպես քրիստոնյա աշխարհը գնալով պետքա քանդվի, որ դառնա մեկ տնտեսություն, մեկ դրամական վճարման գլոբալիզացիա։ Այո, գլոբալիզացիա, այո։ Այնտեղ եթե ավելի մանրամաս ասեմ, անտիքրիստը պետքա գա, ինչպես են ասում հայերը։ Հակաքրիստոս։ Այո, հակաքրիստոսը 666, այնպես որ եթե այդ տեսակետից նայեմ, մենք պետքա գնանք դրա։ Ոչ թե մենք ուզում ենք գնանք դրա, այլ այսպես կլինի։ Ավետարանն է մեզ ուշում։ Իսկ եթե վերցնենք քաղաքակիրթ ճանապարհով, այո, մենք կարող ենք Թուրքիայի հետ առևտուր ունենալ, կարող ենք հարաբերություններ ունենալ, բայց չմոռանանք մեր անցյալը, որովհետև այսպեսի մի մուսուլմանական խոսք կա. Համբյուրիր այդ ձեռքը, երբ որ դեռ չես կարող կդրել այդ ձեռքը։ Այո։ Թուրքերն են այդ ասում։ Այո, թուրքերն են ասում, դրա համար իրանք Ռուսաստանի հետ այո, այնքան չգունեն, որ հիմա ուզում են իրենք Ռուսաստանին վարգաբեկելով, իբր թե հաջողանեն Թրամփին։ Նույնն էլ հիմա անում է Ալիևը։ Հասկանում եք։ Իսկ մենք որպես քրիստոնյա իհարկե պետք է ունենանք լավ հարաբերություններ հարևանների հետ, երբ որ դա բխում է մեր շահերից
Եվ ժամանակն է, որ գնանք այդ քայլը։ Այ Հայաստանը հիմա ձեզ ո՞նց է գնում։ Իշխանությունները ուր են տանում։ Գիտեք, ես ինչ մնում է պարոն Փաշինյանի եւ իր թիմին, ես մեծ հաճույքով ես լսում եմ, հասկանում եմ, վարում է բալանսավորված քաղաքականություն եւ որ մենք թեքվել ենք դեպի Եվրոպա, ես դա միանշանակ ընդունում եմ դա, այնպես որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Իսկ այն որ դա թուրքականություն է, դա դավաճանություն է, ոչ մի դավաճանություն չեմ տեսնում։ Որ թուրքերն են ասում ենք ինչ անենք։ Չէ, հավատացեք, չէ։ Թուրքերը չեն կարող մեզ ասել, մենք դեռ ելի եմ ասում, մեր վերքերը դեռ սպիացված չեն։ Թուրքը թող ասի ինչ ուզում է, բայց մենք անենք ինչ որ մեզ պետք է։ Իսկ Սփյուռքը ըստ ձեզ ունի միասնական մոտեցում, թե չէ։ Ոչ, Սփյուռքն էլ Սփյուռքի մեջ ես արդեն կարելի ասել 40 քանի տարի Սփյուռքի մեջ։ Եվ տարբեր Սփյուռք է, տարբեր երկրներում։ Այո, ես եղել եմ շատ տարբեր երկրներ եւ ինչպես միշտ հայ Սփյուռքը չի համախմբվում։ Մի կողմից լավ է, մյուս կողմից վատ։ Եթե համախմբվեր այսօրվա իշխանության շուրջը, իրոք շատ բաներ կարելի էր փոխել։ Շատ բաներ։ Բայց այդ Սփյուռքայերը ասում են, որ Ղարաբաղը հանձնեցին, դավաճանեցին Ղարաբաղին։ Գիտեք ինչ, դա գաղտնիք չէ, երբ որ Հայաստանի իշխանությունները երբ որ Ղարաբաղին հուշում էին, որ քայլից հետո որ քայլ է պետք է անեն, իրենք չեն անում։ Հասկանում եք, հիշում եք, երբ որ պետք է գնային Մակրոնին հանդիպեին Ղարաբաղի իշխանությունը։ Փոխանակ գնային հանդիպեին Մակրոնին եւ այնտեղ ինչ որ մի լուծում գտնեին, իրանք հայտարարեցին մի իմ տեսակետից մի հիմար հայտարարություն, որ Ռուսաստանի իշխանությանը ավելի շատ իշխանություն տային այդ ժամանակ, որ չգիտեմ քանի որ մենք բոլորս իմացանք, որ Ռուսաստանի իշխանությունը ի վնաս մեզ աշխատեց եւ ավելի շատ արտոնություններ տային նրանից քաղաքականագետները եւ իշխանությունը հասկանում են ինչի մասին եմ խոսում։ Հիմա մեր մի մասը ամեն գնով արդարացնում է Ռուսաստանին, ասում է ինչ եք Ռուսաստանին մեղադրում։ Եթե դուք չեք կռվել, եթե դուք ամեն ինչ չեք արել, եթե դուք Պրագայում ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, խեղճ Ռուսաստանը ինչ աներ։ Մենք չենք կռվել, բայց ունեցել ենք մոտ 4000 զոհ։ Ինչպես չենք կռվել։ Ինչպես չենք կռվել։ Իսկ մենք չենք կռվել, երբ որ Ղարաբաղցիներին դուրս հանեցին, որովհետև Հայաստանը իրենց հաշվարկներով պետք է միանար այդ կռվին, Ղարաբաղցիներ որ դուրս չգային, քանի որ ելի եմ ասում, որ Ադրբեջանը 8 անգամ 9 անգամ ավելի հզոր էր զենքով, իրեն պատճառ կլներ ոչ թե միայն Ղարաբաղը վերցնել, այլ հարձակվեր Հայաստանի վրա Սյունիքը վերցնել եւ ճանապարհ բացել մինչեւ վերջ։ Դրա համար պարոն Փաշինյանը այդ քայլի չգնաց, հասկանալով այդ խորամանկությունը։ Իսկ հետևում եք մեր ներքին կյանքին, տնտեսություն, կոռուպցիա, բարեփոխումներ։ Այո, այո։ Գիտեք ինչ, փոփոխություններ շատ կան։ Գիտեք, ես էլ կարող եմ քննադատել այսօրվա իշխանությանը։ Բայց եթե ես մենակ քննադատեի, իմ կողմից ազնիվ չէր լինի, որովհետև քննադատելուն հետ մեկտեղ մենք պետք է ասենք ինչ լավ բաներ ենք արել, ինչեր ենք արել, որ մեր երկիրը օրեցօր գնալով լավանա։ Օրինակ ինչ ենք արել։ Այո։ Նախ մեր բյուջեն մի քանի անգամ ավելացավ։ Հասկանում եք, նույն հանածոներով, ամեն նույն ռեսուրսներով հարց է առաջ գալիս, որտեղից ավելացավ։ Հա? Դա տաքսերն են, չէ՞, աշխատատեղերն են, դա ճանապարհներն են, դա դպրոցներն են, մանկապարտեզներն են, որ այսքան վերանորոգվեց, նորերը կառուցվեցին։ Այսօրվա իշխանությունը, ես հիշում եմ Սերժի ժամանակ, որ ես գալիս էի Հայաստան, ինձ ճանապարհը ոստիկանները որ կայնեցնում էին, ինձ հասկացնում են, որ փող է պետք։ Լուրջ։ Այո։ Նաև Սփյուռքահայից։ Դե ես չէի ներկայանում որպես Սփյուռքահայ։ Հասկանում եք։ Իսկ պարոն Փաշինյանը որ եկավ, հենց որ ինքը եկավ, ես Հայաստանում էի։
երկար մնացի Հայաստան, որ ինձ կայնեցնում էին մեքենաներ, որ կայնեցնում են ճանապարհ ոստիկանները, հավատացեք, տարբերությունը շատ մեծ էր։ Այս sense Ես չեմ ասում, ներողություն, ես չեմ ասում, որ կոռուպցիա այլ չկա, իհարկե կա։ Ես չեմ տեսել, բայց հավատացեք կա, որովհետև նույն մեր հայ ժողովուրդն է, նույն կուլտուրան է, նույն մենտալիտետ, բայց փոփոխություններ կան։ Ու ես համամիտ եմ սրվա իշխանության ինչ որ անում է փոփոխություններ եւ դադական համակարգում եւ դե բոլոր բնակավարներում փոփոխություն։ Այ ասում են ավելի լավ է այդ կոռուպցիան մնար, բայց նախկինները լեին ու Ղարաբաղը մերը լիներ։ Ինչպես մերը կլիներ, որ կամած արդեն Հայաստանը տալիս էին ու կդային Ռուսաստանին։ Արդեն տվել են, չէ՞։ Մենք այսօր երկաթգիծ չունենք, մերը չունենք, մենք ատոմակայան չունենք, մենք գեսերը չունենք, մենք այդ օգտակար հանածոները չունենք, բոլորը Ռուսաստանն են։ Միացյալ Նահանգներում էր չինացիներն են առնում, սրանք են առնում, նրանք են առնում եւ տարբերությունը շատ մեծ է։ Ի՞նչն է։ Որովհետեւ բյուջեն երբ որ շատ փոքր է, իսկ իրանք վերցրեցին Հայաստանի ամենակարևոր ստրատեգիական այդ կետերը, որ ես դες ասեցի, դա բյուջեի մի քանի անգամ ավելի շատ գումար է, քան մեր բյուջե։ Այսինքն մենք ստրգության մեջ մենք ինքներս դրեցինք Հայաստանը ծախելով Ռուսաստանին։ Հասկանում եք։ Իսկ եթե ասենք հիմա դուք օրինակ եք բերում Չինաստան, Ամերիկայից, թող դա 5% է լինի։ Ամերիկայի բյուջեի։ Իհարկե 5%-ն էլ չկա, երևի 1%-ն էլ չկա։ Այսինքն վտանգ չկա։ Իսկ մեր պարագայում, Հայաստանի պարագայում վտանգը կա, որովհետև մենք փոքր երկիր ենք, բյուջեն փոքր է, 3 միլիոն, իսկ Ռուսաստանը չէ, ես նկատեմ ժողովուրդը բնակչություն 3 միլիոն, Ռուսաստանը 140 միլիոն։ Հասկանում եք։ Դա մեզ կարա կուլ տա։ Դա է տարբերությունը Չինաստանի եւ Ամերիկայի դա ճիշտ համեմատություններ չեն։ Ինչու մենք Սփյուռքի հետ չենք կարողանում մեր հարաբերությունները գտնել։ Մի կողմից շատ լավ է։ Լավ է։ Այո, ասեք ինչու։ Նայեք, պատկերացրեք, որ Ռուսաստանն է Սփյուռք եւ ունի 3 միլիոն հայ բնակչություն։ Նու այդքան չկա, բայց ասում են այդքան, չգիտեմ։ Okay, 2 միլիոն ու կես։ 2 միլիոն ու կես Ռուսաստանի հայերը ձայնը կդան Պուտինի քաղաքականությունը, որ լինի Հայաստանում։ Պուտինի ցանկությունները, որ լինեն Հայաստանում։ Պուտինի այդ կորձարարար քայլերը դեպի հայ ժողովուրդ ու հայ իշխանություն։ Դրա համար ես չեմ ուզում, որ Սփյուռքը ինչ որ կարողանա լծակներ ունենալ ճնշել Պարոն Մելքոյան, ես ինչ հիշում եմ ինձ, տարբեր իշխանություններ եւ այլն, միշտ մենք խոսում ենք Սփյուռքի չօգտագործված պոտենցիալի մասին։ Շատ ճիշտ է, թույլ տվեք։ Լևոնի ժամանակ էինք խոսում Քոչյանի, Սերժի, Նիկոլի, բոլորի։ Թույլ տվեք ես այդ հարցին պատասխանեմ։ Բանը դրանում է, երբ որ Սփյուռքը յուրաքանչյուր անհատ, որ իրոք անի այն ինչ որ դուք եք ասում, դուք ճիշտ եք ասում, շատ տեղին է ձեր ասածը, բայց եթե յուրաքանչյուր հայ Սփյուռքում, որ այսօր անի իշխանության համար, այսինքն հայ ժողովրդի համար այսօրվա իշխանության հետ, իհարկե դա պետք է, իհարկե դա Հայաստանը դրա կարիքը շատ ունի, բայց որ գալիս են Սփյուռքից կամ այստեղից ելույթներ են ունենում, բացասական իրանց էմոցիայով, չգիտեմ ինչպես ասեմ, որ վադ է, այդպիսի Սփյուռք Հայաստանին պետք չէ։ Այդպիսի Սփյուռք դե մենք ունենք այն ինչ ունենք։ Բայց մենք չենք կարող այն ինչ ունենք օգտագործենք Հայաստանի համար։ Եթե նայեք, օրինակ ես մի օրինակ բերեմ, Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ մի քաղաքական գործիչ ասեց ես էս կանեմ, այն կանեմ, իրոք ինչ որ ասում էր ես կանեմ, իրոք դա շատ դրական կլներ եւ քաղաքի համար եւ հանրապետության համար, բայց նա չընդունվեց։ Եվ ինչ ասեց։ Ասեց քանի որ դուք ինչ չեք ընդունել, ես հայրենիքս համար ոչ մի բան չեմ անելու։ Հիմա Սփյուռքն էլ էսպես։
Դուք պետք է անեք այն ինչ որ ես էստեղից լոսից ես ձեզ կասեմ։ Եթե չասեք, չանեք, միտը այդպեսի սպիրտ մեզ պետք է։ Հասկանում եք, ով էլ գա իշխանությանը, Հայաստանը իմ երկիրն է։ Շատեր ասում են հայերը, որ Հայաստանում ապրում են, ասում են պարոն Փաշինյանը իմ վարչապետը չէ։ Կներեք, դու հայ ես, ապրում ես Հայաստանում, սա աշխարհը գիտի, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե դու քո վարչապետը չէ, դու ինչ ես Հայաստանում ապրում։ Գնա ինչ որ աշխարհի մի կետում ապրի, ասի իմ վարչապետը կամ իմ պրեզիդենտը սա է կամ նա է։ Հասկանում եք։ Հիմա թեպետ ես այստեղ եմ ապրում, բայց ես մեծ հաճույքով եւ կարելի ասել մեծ энտուզիազմով ասում եմ իմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Այո, սխալներ ունի, գիտեք, ես հարցեր ունեմ իրեն։ Բայց իմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իմ երկիրն է։ Այն չէ միավորող բանը մենք չենք կարող գտնենք։ Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ։ Այո, որովհետև մեր այդ գիտակցումը չկա, որ այդ պետությունը, իշխանությունը գալի ու գնում է։ Գնում է, այո։ Բայց պետությունը պետք է ուժեղացնել բոլորի ժամանակ։ Հենց դրա մասին ես ասեցի, որ իրենք չեն նայում որպես Հայաստան պետություն, իրենք նայում են Հայաստան պետություն Նիկոլ Փաշինյանի իբր թե բացասական գործերի մեջ։ Դրա համար իրենք Հայաստանի համար չեն անի։ Իսկ եթե իրենց ուզած է լիներ, իսկ այստեղ շատերի ուզածը, այսինքն շատերը չեն, իրենք շատ քիչ են, բայց ոմանց ուզածը, որ հին իշխանությունները գան եւ այդ հարաբերությունները լավացնեն իրենց գրբանը լցնելու համար։ Կարծում եք մենակ դրա մեջ։ Ոչ դրա մեջ չի։ Այնտեղ արդեն մեծ քաղաքականություն կա, ուրիշ հայացքներ կան, որը Հայաստանը կտանի կորձարման։ Շնորհակալություն։ Սերիոս մեր հյուրը հասարակական գործիչ Հակոբ Մելքոնյանն էր, մենք դեռևս կշարունակենք մեր հարցազրույցները, կհանդիպենք ցտեսություն։